Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանիշին աշխատանքներին մասնակցելու քաղաքացիների ներգրավվածությունն օրեցօր ընդլայնվում է։ Այս անգամ Հատիս լեռան գագաթին արձան համալիրի շինարարական աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Հայոց արծիվներ միասնական Հայաստան կուսակցության ղեկավար կազմը, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից Հայոց արծիվներ կամավորական մարտական ջոկատը, երիտասարդներ, կուսակցության նախագահ եւ ջոկատի հրամանատար գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ։ Շուրջ 200 կամավորներ գաղափարի հեղինակ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ բարձրանում են Հատիս լեռան գագաթ։ Այսօր մենք հայոց արծիվների մեծ ընտանիքով սուրբ ուխտագնացության ենք եկել Հատիս լեռան գագաթ կամավորական հիմունքներով մասնակցելու հայոց պետականաշինության գործում մեծագույն եւ անուրանալի ներդրում ունեցող Գագիկ Ծառուկյանի կողմից նախաձեռնված եւ կառուցվող Բարձրյալի Տիրոջ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության աշխատանքներին։ Սա պատմական օր է եւ պատմական միջոցառում։ Գնացի։ Ընդարձակ շինհրապարակում կամավորները միանում են պատմական գործին, իրենց ներդրումն ունենում ազգային կառույցի աշխատանքներին։ Գագիկ Ծառուկյանը ողջունում է շինաշխատանքներին մասնակցած կամավորների խմբին ու հետաքրքրվում, թե ինչ տպավորություններ ստացան։ Ոնց է տպավորությունը։ Հիանալ են խոսքը չի։ Մենք այո, առաջի քրիստոնյաներն ենք, բայց բոլորը չգիտեն, որ բոլորն էլ իմանան եւ հիմնականում դա եղել է իմ ցանկությունը, որ պապան լինի մեր ազգին, մեր ժողովրդին ավելի մեծ ճանաչում տա։ Հիմնական սա նպատակը եղել։ Որ դա լինի ազգային կառույց։ Շնորհակալ եմ։ Որպես հայ ազգի որդի, դա արել եմ իմ ազգի, իմ ժողովրդի համար, սա պետք է լինի խորհրդանիշ ազգային վերածննդի, ներքին հաշտության, համերաշխության խորհրդանիշ, որ մենք պետք է կարողանանք Հիսուսի տված կառուցենք։ Չի կարելի մեկը մեկին վիրավորի, ցեղ շպրտի, կարում ես գործ արա, որ մենք կարողանանք ոտքի կանենք, ամրապնդվենք, հզորանանք, անվտանգություն ապահովենք, տնտեսություն զարգացնենք, որ մեր երիտասարդությունը, մեր երեխաներին, թորներին չթողենք խիղճացած պատված կարգավիճակ։ Մեզ համար հիմնական դա է խնդիրը։ Բոլորը բոլորին կարող են վիրավորել, բայց լիարժեք գործ անել բոլոր չեն կարող։ Ուրեմն ով կարող անել, նա պետք է ողջունեն, կանգնեն կողքը, լիարժեք անենք։ Այսօր առավել քան երբևէ մեր ազգին համախմբվածություն ու համերաշխություն է անհրաժեշտ, ընդգծում է Գագիկ Ծառուկյանը։ Մենք որպես տաղանդավոր ազգ, ուժեղ ազգ, հզոր ազգ, քրիստոնյա ազգ, որ մենք պետք է կարողանանք այդքանը գիտակցելով իրար կողքի կանգնել դա իրականացնել։ Կուսակցական պատկանելությունը կապ չունի, կարևորը գործն է, որ բոլորի համար է լավ լինի, ընդունի բոլորն էլ կարողանան այս ընտանիքները պահել, որ երկից չգնան, այլ գրացածներ հետ վերադառնան։ Սկզբունքները սրանք են։ Ինչ նպատակով եկել եք, թող ձեր նպատակները իրականություն դառնա, ես հուսով եմ, որ մի տարվա ընթացքում կկատարվի խնդիրը։ Կամավորները ջերմ եւ անմիջական զրույց են ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, պատմում իրենց տպավորությունների ու անբացատրելի զգացողությունների մասին, երախտագիտություն հայտնում քրիստոնեական այս պատմական կառույցը կյանքի կոչելու համար։ Մեծից փոքր բոլորի առաջ խոնարհվում եմ։ Մենք ենք խոնարհվում ձեր առաջ, ձեր տարիքի առաջ, լավ է։ Աստված դա ձեզ նման հայրենասերներ։ Շատ կան։ Երիտասարդ հզոր տղեկին ավելի հզորացնելու համար, դրա համար իմ խորի շնորհավորություն։ Ես եմ շնորհակալ։ Անկաշկան զրույցը շարունակվում է կամավորական աշխատանքներին միացած երիտասարդների հետ։ Նրանք առավել ոգևորված են առաջարկ Հայաստանին նախաձեռնության շրջանակում Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ անցկացվելիք ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարված մրցույթով։ Հիմնադրամի ձեր մրցույթը տեսանք երիտասարդների ու մենք ակտիվորեն մասնակցում ենք, անպայման հայտը կներկայացնենք շուտով եւ վստահ եմ, որ մեր առաջարկները կիրագործվեն հենց ձեր աջակցության շնորհիվ։ Ուրեմն ես դրա համար հատուկ ստեղծել եմ հանձնաժողով ամենաարժանի
ճանաչված մարդիկ, որ արդարացի որոշում կայացնեն, որ ձեր առաջարկը ընդգրկվելու է առաջարկ Հայաստանին ծրագրի մեջ։ Արժանիներին կպարգևատրեն գումարային պարգևով եւ հիմնական ծրագրի հեղինակն էլ կգրեն ով է եղել։ Մեր ուզածը, որ դուք լավ լինեք, մեր արժանի փոխարինողներն եք։ Ձեր սիրտը տակ պետք է լինի, դուխները տեղը պետք է լինի, հույսով հավատով։ Հենց այնպես ոչ մի բան չի տրվում։ Կամք, ձգտում, պայքար եւ հասնես։ Աննային ոչինչ չկա։ Ներկաները վստահ են, շուտով այս տարածքը դառնալու է 21-րդ դարի աշխարհի նոր հրաշալիքներից մեկը։ Ավելի քան վստահ եմ, որ այս տարածքը շատ շուտով Գագիկ Ծառուկյանի շնորհիվ դառնալու է 21-րդ դարի աշխարհի նոր հրաշալիքներից մեկը։ Ես որպես հայկին, որպես հայոց առաքելական եկեղեցու հետևորդ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին այս աստվածահաճո գործի համար։ Թեկուզ անցնեն հազարամյակներ, հարյուրավոր, միլիոնավոր, գուցե նաև միլիարդավոր հայեր, քրիստոնյաներ, նույնիսկ ոչ քրիստոնյաներ այցելելու էին այս արձանի մոտ, խոնարհվելու էին։ Պատմական միջոցառում է սա, որովհետև ստեղծվում է ոչ միայն մեր համար, այլ սա համաքրիստոնեական մշակութային արժեք է եւ իր կարեւորումն է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթօջախներում, նույնպես նաև ամբողջ քրիստոնյա աշխարհում։ Բացի այդ, որ աշխարհում ամենամեծ արձանն է Հիսուս Քրիստոսի, նաև ամրապնդում է հայ ժողովրդի հավատքը։ Ինչքան շատ գան, այսպես լավ բարի գործերին մասնակցեն, այնքան երկիր ավելի կլինի զարգացած, հզոր, ուժեղ Հայաստան կլինի։ Հանդիպման ավարտին երիտասարդները հատիսի գագաթին շուրջ պար են բռնում, որը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։